Ողջույն սիրելիներս, Բարև ձեզ։ ողջունում ենք ձեզ։ Մենք մոտավորապես մի քանի օրեր վլոգ չէինք տեղադրել, արդեն իհարկե ձեզ կարոտել ենք, չգիտեմ դուք կարոտել եք թե չէ, բայց մենք կարոտել էինք ձեզ։ Ասեմ նախ ինչ էր պատահել, մի փոքր դեպքի հետ ես ընկել էի ոտքս վնասել է, բայց փառք Աստծո, միայն ուղակի ցավեցրել եմ, ուրիշ ոչինչ, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ու այսօր քանի որ տեսակ եկել ենք այգու նման պուրակ, փոքրիկ պուրակ, որտեղ մարդիկ շրջում են, վազում են, մեզ մոտ ասեմ, որ ահավոր շոկեր են արդեն, ամառը մենք գալիս ենք արդեն 5 րոպե առաջ մեքենայի մեջ ցույց էր տալի 28 աստիճան։ Ու մեզ մոտ երեկո է, ասեմ ձեզ, ժամը 8-ն է։ Ու արդեն լավ շոկ է, ամառը մեզ մոտ սկսել է։ Եկել ենք, քանի որ եկել ենք այստեղ մի փոքրիկ, ասեցի չէ, պուրակ ենք եկել, որոշեցինք, որ մեր խոստացած վլոգը, մի փոքրիկ վլոգ պատրաստենք ձեր համար, քանի որ շատ բաժանորդներ են ավելացել, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլորիցս սիրելիներս։ Շնորհակալ ենք բաժանորդագրվելու եւ մեզ հետևելու համար։ Այո, անչափ շնորհակալ ենք բոլորիցս։ Որոշեցինք, խոստացել է իհարկե, որ մի փոքրիկ այդպիսի վլոգ ծանոթություն մեր մասին, ինչքան որ հնարավոր է։ Մի փոքր կարմրած ենք, գնացել էինք ծով, հենց այդ օրը ժողովուրդ, որ ոտքս վնասեցի, մի փոքրիկ փոսեր խոտերով փակված, չեմ նկատել ու ընկա մի անգամ։ Ուղղակի չէի սպասում, որ կարող է հենց այդ խոտերի տակը փոս լինի, հա։ Չգիտեմ, երևի ծովի աղի ջուրն էլ փրկեց, այդ հավացող ոտքով, քանի որ խոստացել էի Լուսին, գնացինք ծով ու այդ երևի աղի ջուրը ավելի շատ օգնեց, որ եւ մեզ էլ կարմրացրեց։ Մենք արդեն ծով գնացել ենք։ Բավականին կարմիր ենք։ Լուսին լողացել է մի փոքր սառներ ջուրը, մեր համար սառներ, բայց որ երկար մնում էր, հաճելի էր արդեն։ Մի խոսքով ուզում եմ մի փոքր պատմենք մեր մասին։ Ովքեր ենք, որտեղից ենք եկել։ Որ մոլորակից ենք։ Երկուսս էլ ծնվել եւ մեծացել ենք Երևանում։ Ամուսինս մի փոքր շուտ է եկել Իսպանիա։ Ես մոտավորապես 6.5 տարի այստեղ եմ արդեն Իսպանիա, շատ հարցրել եք, առայժմ ես կպատմեմ մի փոքր մեր մասին, ինձ թվում է իմ պատմելով շատերի հարցերին արդեն կպատասխանեմ։ Ամեն մի բաժանորդ կգտնի իր հարցի պատասխանը։ Որտեղ կանգ առանք։ Մենք որ երկիր մոլորակից ենք ու ծնվել ենք քաղաք Երևանում։ Գրել էիք որտեղ եք ապրում։ Մենք ապրում ենք Իսպանիայում, եկեք ասեմ Բարսելոնայում, քանի որ եթե ես ասեմ, որ այս քաղաքում ենք, շատերը չեք իմանա, միայն Բարսելոնայում ապրողները կիմանան քաղաքները։ Հա։ Դրա համար շատ ժամանակ ապրում եմ, մոտավորապես 20 կիլոմետր հեռու ենք մենք Բարսելոնայից, չէ՞ կլինի 20 կիլոմետր։ Մի քիչ ավել։ Բայց Բարսելոնայի պրովինցիա ենք, այսինքն Կատալոնիա մարզում ենք մենք բնակվում։ Ես եւ ինչպես ասեցի, մենք ծնվել եւ մեծացել ենք Երևանում, ամուսնուս մոտավորապես քանի տարի ես այստեղ։ 16։ 16 տարի, ես էլ 6 տարի, 6.5 տարի այստեղ ենք։ Հիմա եկեք պատասխանենք ձեր ամենահուզիչ հարցը, որ տվել եք, ամենաշատ հարցը, որ տվել եք, գրեթե բոլորը տվել եք, դա ինձ եք տվել, երեխաներ, ավաճիշտ մեզ երկուսին եք տվել, երեխաներ ունեք թե ոչ։ Անկեղծ դա ինձ համար մի փոքր, եթե մի ինչ-որ հետ գնանք, նոր որ սկսել էի, որ այդ հարցը տալիս էի, մի փոքր ցավոտ թեմա էր, ասեմ այդպես, ցավոտ չասեմ, բայց մի փոքր, չգիտեմ, վատ էի զգում այդ թեմայից, բայց հիմա չեմ վատ զգում, հաստատ վատ չեմ զգում, ես չունեմ երեխաներ, ես մեկ անգամ եւս պատասխանել եմ այս հարցին, իմ հին բաժանորդները արդեն հաստատ կիմանան, բայց քանի որ կան նորերը,
պետք է անպայման նրանց հարցերին է պատասխանեմ։ Ես չունեմ երեխա, իմ ամուսինը ունի երեխաներ, տղա եւ աղջիկ, արդեն Բավականին հասուն երեխաներ, աղջիկը ամուսնացած է, տղան դեռ ոչ։ Մեծ հետ է ապրում, ասեմ, դա էլ կարող է հարցնեք։ Իսկ այն փոքրիկ գեղեցիկ աղջնակը հարցրել եք արդեն մեր համատեղ թորնիկն է։ Հարցրել եք Լուսին ով է ձեզ համար, գիտեք, եթե երեխան ինձ սիրում է հարազատի նման, եթե ընդունում է ինձ հարազատի նման, ուրեմն ես էլ եմ ընդունում հարազատի նման։ Եկեք ասենք, որ այսօրվանից արդեն ես ձեզ պարզ ասում եմ, որ ճիշտ է, իմ ամուսնու թորնիկն է, բայց տարբերություն չկա իմ թորնիկն էլ է, որովհետև իմ աչքի դեմը մեծացած բալիկը ու բացի այդ էլ երկրորդ թորնիկն էլ կա, Դավիթը, մենք այդ մասին խոսել ենք, բայց դեռ ցույց չեմ տվել, թող մի փոքր մեծանա մեր Դավիթը, նոր անպայման ձեզ էլ ցույց կտամ, Լուսին շատ է մասնակցել արդեն մեր վլոգներին, դառել է մեր վլոգների արդեն մասնակիցը շատ Եվ մյուս հարցը, որ որտեղ եք ապրում, ես արդեն ասեցի, որտեղ ենք ապրում, Իսպանիայում, կներեք հարցատուների անունները չեմ ասի, որովհետև մեկինը ասեմ, մեկինը չեմ հիշում, այսպես հիշելով եմ ասում, դրա համար ավելի լավ է, իսկ ես սրանից հետո եթե հարցեր կունենաք, ես անպայման սկրինշոտ կանեմ ու արդեն անուն կպատասխանեմ ձեր հարցերին, կներեք, եթե չեմ ասում հարցատուի անունը, գրել էիք վարձով եք բնակվում, թե ձեր բնակարանն է, ոչ, ցավոք սրտի, մեր բնակարանը չի, մենք վարձով ենք բնակվում առայժմ, դա եք հարցրել, մի հետևորդուհի հարցրել էր, խնդրում եմ ասեք, շատ երևի չգիտեմ, խիստոնով էր հարցրել, խնդրում եմ ասեք, դուք առավոտյան 8-ին գնում եք աշխատանքի, 8 ժամ աշխատում եք, երեկոյան տուն եք վերադառնում, նման ձև եք ապրում, աշխատում, ես չեմ աշխատում, ես պատասխանել եմ այդ հետևորդուհուն, բայց չգիտեմ ինքը տեսել է թե չէ, ես չեմ աշխատում։ Կտես պատասխանեմ այդ հարցին։ Իհարկե։ Բնականաբար տուն են գալիս, որտեղ բոլոր նորմալ մարդիկ աշխատանքից հետո վերադառնում են իրենց տուն։ Երկրորդ աշխատանքի չեն գնում։ Չէ, հարցրել էր, որ 8 ժամով դուք եք աշխատում այդտեղ, չգիտեմ, նախ ասեմ ձեզ, որ Իսպանիան այն եվրոպական երկրներից չի, չգիտեմ, այստեղ չի բաժանում ոչ մեկին, եթե չես աշխատում, չես կարող բնականաբար այստեղ ապրել, իր թեկուզ կարմիր խաչն էլ ինքը շատ թույլ է զարգացած այստեղ կարմիր խաչը։ Հիմա ասեմ, ի բացառություն Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա կամ ուրիշ եվրոպական երկրում, որտեղ որ հայեր կան, ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում եւ ստանում են սոցիալ օգնություն, այստեղ նման բան չկա, այստեղ կարող է ինչ-որ օգնություն քեզի հատկացնեն բրնձի կամ ինչ-որ մրգերի, ինչ-որ մի պայուսակի, շաբաթը մի ինչ-որ չափաբաժին կա, ըստ քո ընտանիքի անդամների, այդ են բաժանում, այստեղ ֆինանսական ոչ մի օգնություն չկա, եթե չաշխատեցի, դու չես կարող ապրել, եթե չաշխատեցի, բնականաբար ես էլ եմ ասում, ես չեմ աշխատում, որովհետև իմ թուղթը թույլ չի տալիս նախ աշխատելու, մենակ կացության թուղթը բնակվելու, ապրելու իրավունք ունեմ, իսկ իմ ամուսինը իհարկե աշխատում է, առավոտյան կարող է չի գնում երեկոյան, որովհետև իրանը մի գրաֆիկով չի, առավոտյան հաստատուն գրաֆիկով չի, վաղը գիշերն է ամուսինը աշխատելու, ուզում հասեմ, 8 ժամվա աշխատում է, վաղը նույնիսկ 10 ժամվա աշխատելու։ Ունեմ աշխատանքային 4 ժամվա գրաֆիկ, ունեմ եւ 9 ժամվա գրաֆիկ, ունեմ եւ 8։ Ինչ-որ հաստատուն գրաֆիկով չի, առավոտյան 8-ին գնա, երեկոյան ժամը 6-ին տուն վերադառնա։ Իսկ օֆիսային աշխատողները, ովքեր աշխատում են օֆիսներում կամ խանութներում կամ ասենք շինարարության վրա, բոլոր թեկուզ եւ հյուրանոցներում հավաքարան ինչ ոլորտում ուզում եք իմացեք, գնում են առավոտը որոշ ժամի 8-ին կամ ժամը 9-ին 10-ին, ըստ դրա 8 ժամ կամ 9 ժամ աշխատում են, մի ժամը ընդմիջումն է, ըստ դրա 8 ժամ։ Դա արդեն իրանց այստեղ աշխատանքը հիմնվում է պայմանագրի վրա։
թե ինչքան է նշվում քո աշխատանքային ժամերը, ամիսը 160 ժամ է, 120, թե 140, Մինիմում 120 ժամ է, չէ՞ հա, աշխատանքը։ մինիմումը 120 ժամ է։ Ըստ դրա, ըստեղ չեն աշխատում մարդիկ ավել, եթե անհրաժեշտությունը չկա դրա։ Իսկ այստեղ եթե նորից եմ ասում, եթե չաշխատեք, չեք կարող ապրել, ձեզ պետությունը ոչ մի օգնություն չի տրամադրում։ Հիմա ջան, ինձ թվում է մենակ ստեղ չի բոլոր երկրներում այդտենց։ Եթե Նո, ուզես մի սա, քիչ եթե նորմալ ուզում ես ապրես, նորմալ ապրես, թեկուզ պետք է Հայաստանում, աշխատես։ թեկուզ Ամերիկա, թեկուզ չգիտեմ որ լուսնի վրա, պետք է աշխատես որ ապրես։ Դա էլ այդ հարցի պատասխանը։ Մյուս հարցը, որ տվել էիք, ձեր նա հողամասը շատերը տեսած կլինեք, որ գնացել էինք Կատարի մեջ հողամաս, ձեր նա հողամասը թե ոչ։ Այդ հարցին երևի կպատասխանի Գագոն ավելի ճիշտ, հիմա Տեխնացու համար երկրորդը։ Պատասխանեմ շատ մեծ սիրով, հողամասը մերը չի, մեր ընկերոջինն է, որը որ ունի առողջական խնդիրներ, չի կարող հաճախակի գնա հողամաս, քանի որ հողամասը գտնվում է սարերում ու ազգությամբ հայ չի ասել։ Հա, ու ազգությամբ ռուս մոլդովական ընտանիք են մեր ընկերները։ Հա, խնդրեց, ասեց, եթե դու ունես հետաքրքրություն, կարաս գաս, ցանես, փորես, մշակես, ինչ ուզում ես արա քո սեփականի պես։ Ուղղակի որ ասենք կողքից էլ տեսնեն, որ ասենք այս տունը մտնող ելնող կա։ Հա, քանի որ այստեղ Շատ, շատ այդ կիմանաք, որ Եթե տենում են մի տան մեջ երկար ժամանակ մարդ չի ապրում, գալիս են ներեն խուժում ցիգանները, մարոկները, լատինոները, օտար ազգիները, ու ոչ բարենպաստ վարքի տերեր, ու որոնց որ շատ դժվար է լինում օկուպային անում ու շատ դժվար է լինում տնից դուրս հանելը։ այստեղ շատ տարածք։ Իսկ հողամասը հսկայական տարածք ունի 6 հեկտար, որից 2-ը զեյթունի ծառեր են, մենք ցես անպայման ցույց կտանք դա։ Իսկ 4 հեկտարն էլ տնամերձ եւ այգին բոլոր մրգատու ծառերը ունենք, մենք արդեն փորել ենք, սածիլները տնկել ենք, ամեն ինչը շատ գեղեցիկ ու լավ, կիրակյորը մենք գնալու ենք խորոված անելու մեր բարեկամներով հանգստանալու եւ այնտեղ էլ կներկայացնենք ձեզ, կնկարենք, կտեսնեք որ շատ հաճելի միջավայր է, շատ հաճելի տեղ է։ Եվ հարցրել էիք ովքեր են ձեզ հետ եկողները, այնտեղ բնակվում են, այնտեղ մարդ չի բնակվում։ Այնտեղ մենք հարազատներով ենք, իմ փեսայի հորքուրներն են եւ իրանց ամուսինները, շատ հարազատ մարդիկ, շատ հոյակապ մարդիկ, որոնց կան մարդկանց տիպեր, որոնց հետ ինչքան շփվում ես, այնքան ուզում ես որ ավելի շատ շփվես։ Այդտենց շատ լավ անձնավորություններ են, անունները ես չեմ տա, բայց շատ լավ հարազատ բարեկամ մարդիկ են։ Հարցրել էիք նաև այդ հարցին մոռացա եւ մի քիչ ավելի վաղ պետքա պատասխանած լինեի, հարցրել էիք ունեք այստեղ հարազատներ։ Ես ոչ։ Ես էլ ոչ։ Իմ ամբողջ ծնողներս, քույրս, մի խոսքով հարազատներս, բարեկամներս ապրում են Հայաստանում, Երևանում հիմնականում։ Գագոներ չունի, Գագոյի մաման գիտեք արդեն Ավստրիայի է ապրում։ Բնականաբար փոքր եղբայրս մոտ, իսկ մյուս եղբայրս էլ ապրում է Ռուսաստանում։ Խոսքով Գագոներ չունի այստեղ հարազատներ, միակ հարազատն է։ Միակ հարազատը դու ես ասես։ Ու երեխաները։ Չունենք այստեղ հարազատներ։ Իսկ այդ հողամասում իհարկե չեն բնակվում, գնում են ուղղակի հաճախակի։ Մեր ընկերները մեծ սիրով գնում են ուրբաթ երեկոյան գնում են, մնում են ազատ օրերը, մինչև 3 օր, 4 օր մնում են այնտեղ, իսկ իմ աշխատանքի բերումով ցավոք սրտի ես չեմ կարողանում, ասենք, տենց հաճախակի գնալ, բայց ամեն հարմար պահին մեծ սիրով ես գնում եմ, մեծ սիրով։ Հարցրել էիք նաև ինչպես եղավ, որ YouTube ալիք բարեցիք։ Անկեղծ միշտ սիրել եմ այս ֆորմատը, նկարել ու հատկապես YouTube անկեղծ։ Միշտ Գագոյին ասում էի, քանի որ այստեղ եկել էի, ոչինչ չունեի անելու, զբաղմունք
երևի իմ համար ավելի շատ սա զբաղմունք էր ու հենց սկզբից էլ հենց զբաղմունք ա եղել սա YouTube-ը ինձ համար։ Հիշում ես այդ ժամանակ ես էլ դեռ չէի աշխատում։ Հա, ու միշտ ասում էի կորոնան արդեն վերջացել էր։ Գնանք նկարենք ու ամեն անգամ ես հետաձգում էի, չգիտեմ ինչի, ոնց որ վախում էի սկսեի։ Այստեղ հունիսի 23-ն էր, լավ հիշում եմ, արդեն 3 տարի հեսա կլրանը ժողովուրդ։ Սան Խուանի տոնը։ Սան Խուանի տոնն էր այստեղ, Գագոն ասաց, եթե սկսում ենք, այսօր ենք սկսում, եթե չէ, էլ չասես YouTube-ի համար։ Ու ես ես ստիպված, որ կարողա չթողնի արդեն, դրանից հետո գնացինք հենց այն մատառով, որտեղ մի անգամ գնացել ենք ծով իրար հետ, ասեցի չէ, այստեղ ենք սկսել, այդտեղ եմ գնացել, որ ոնց որ այստեղ բոլորը ճանաչում էին, որ ինձ հանկարծ չճանաչեն, նույնիսկ ֆորմատը սխալ եմ նկարել, ժողովուրդ առաջին նկարածս YouTube-ը, խոսքով այդ օրվանից ես սկսեցի YouTube, ուղղակի որ մի սովորեի, որ պետքա աշխատեի, եկել էի այստեղ, ոչ լեզուն գիտեի, ոչ ինչ-որ կարողանում էի միտեղ դուրս գայի, էսի իմ համար զբաղմունք էր որպես YouTube-ը, ու ես շատ սկզբից անկեղծ չեմ մտածել, որ խոհանոցային ինչ-որ պետքա խոհանոց նկարեմ, բայց չգիտեմ ինչի, ուղին գնաց դեպի խոհանոց, ու քանի որ խոհանոցը չես կարող երկար նկարել 30-40 րոպե ինչ պետքա նկարես որ մարդիկ այդքան նայեն ինձ մոտ արդեն 1000 բաժանորդը 1000 չէ հա 1000 բաժանորդը հավաքել էի ու ժամերն էր պակասում չէ որ YouTube-ը ունի կանոնակարգ որ պետքա 1000 բաժանորդ եւ 4000 ժամ պետքա լինի լրացնես որ կարողանաս արդեն ինքը պարտնյոր քեզ համարի ու ինձ մոտ դա շատ երկար տևեց ես չգիտեմ մնացած վլոգերների մոտ դա կարող է տևի 2-3 ամիս ինձ մոտ համարյա 1 տարի ժողովուրդ այստեղ տեսեք չգիտեմ երևում է թե չէ նկարում էի ու ուրա որ գնաց հեսա այ վարազը տեսեք մտավ թեփի օրանքը փաստորեն այստեղ կա վարազներ այնտեղ են գնում հետևից նայ հենա շատ վտանգավոր ինքն էլ է նկարում իսկականից վտանգավոր է այստեղ համար հիմա մի անգամից ուղղակի չհասցրեցի նկարեի ձեզ վարազը մտել է այս կողմից վազում էր հիմա տենց որ գնաց տեսնես Արվարշ մտավ թփերի արանքը մեր վլոգը մի փոքր ընդհատեցինք վարազի վազքով ես չհասցրեցի շուտ չկոմդորոշվեցի մի անգամից Գագոն տեսա որ վարազը վազում է այնտեղ տղան նկարում էր բայց շատ էր մոտիկացել իսկականից վտանգավոր էր ինձ մոտ ինչպես ասեցի դա մի փոքր դանդաղ տեղի ունեցավ այդ YouTube-ի հետ աշխատելը, մոնետիզացիա միացնելը, խոսքով գործընթացներ են, որ պետք է անցնել։ Ու ես անկեղծ ասած իմ ամենամեծ աջակցությունը իհարկե ձեզանից է տեղի ձեզանից եմ ստացել, որի համար անչափ շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն աջակցության համար։ Ինձ աջակցել է իմ ամուսինը ու իմ բարեկամները իհարկե իմ քույրիկը, իմ քրոջ տղան, որը մոնտաժար է, ես ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չէի։ Առաջին երկրորդ մինչև հիմա իմ ամենամեծ օգնականը իմ քրոջ տղան է։ Ես ինչպես ասեցի, ոչ մի վլոգերի ես չեմ աջակցություն չեմ խնդրել, որովհետև եթե գիտեք կան չէ որ գրում են ձեր բաժանորդներին խնդրեք որ ինձ բաժանորդագրվեն ես մտածել եմ որ ես պետքա ու դա սխալ է գրել իհարկե որ ես պետքա իմ բաժանորդներին ես հավաքեմ այստեղ կա մի հասկացողություն Էմա ջան եթե հավանում են կբաժանորդագրվեն իմ ասելով ոչ մեկը չի լսում իմ խնդրանքով իմ բաժանորդները կբաժանորդագրվեն մյուս բլոգերին, բայց 1-2 նայելուց հետո արդեն էլ չեն դիտի։ Դրա համար ավելի լավ է դու ինքդ ինձանից ես ուզում եմ խորհուրդ տալ նոր վլոգերներին, չնայած ես էլ այդքան հին վլոգեր չեմ, բայց
այսքան այս 3 տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ պետք չէ խնդրել ոչ մեկից աջակցություն, այլ պետք է միայն աշխատել ու շուտ վլոգներ տեղադրել։ Միայն դա։ Ես երևի մի քիչ դանդաղ էի, քիչ-քիչ էի վլոգներ տեղադրում, դա էլ ավելի խթանեց իմ շատ շուտ մոնետիզացիային։ Դրա համար միայն պետք է աշխատել YouTube-յան հարթակում շատ վլոգներ տեղադրելու համար։ Ու այդտեղից սկսվեց մեր YouTube-յան ուղին, ավելի ճիշտ իմ, հետո ներգրավվեց իմ ամուսինը, որովհետև գիտեք, չէր լինի, որ մեքենայով գնում ենք մի տեղ։ Ես խոսում եմ, բացատրում եմ, բայց երևում է, չէ, իմ ամուսինը ու չէի կասի, որ ես ինչ անշնորհք ամուսին ունեմ, մի հատ գոնե չի բարևում։ Բարևելուց հետո արդեն իմ ամուսինը շատ շփող անձնավորություն է, արդեն բոլորը տեղյակ, արդեն հասկացած կլինեք, շատ շփող անձնավորություն է ու արդեն կամած ինքն էլ դարձավ մեր YouTube-յան ընտանիքի ներգրավվեց։ Շատերդ գրել էիք, որ ինչի եթե երեխաներ ունեք, ձեր երեխաները չեն մասնակցում։ Անկեղծ ասեմ, այս YouTube-յան ալիքը ի սկզբանե ես պետք է մասնակցեմ միայն, բայց եթե կողքից մարդիկ մասնակցում են, ամեն մեկը չի ուզում նկարվի իհարկե, եթե մարդկանց չես կարող ստիպել, եթե մարդիկ չեն ուզում, ուրեմն չես կարող ստիպել, որ նկարվի, որտեղ դա քո YouTube-յան ալիքն է, ոչ թե իրենց։ Բայց մարդ կա, որ շատ հաճելի մասնակցում է, հետո մեր Լուսին նկարվեց, հիմա ինքը շատ հաճույքով մասնակցում է, սկզբից ասում էր ինձ մի նկարի, բայց հիմա չէ, շատ հաճելի մասնակցում է Հետո մաման նկարվեց։ Հետո հա, իսկիսուրը սկզբից չէր նկարվում ժողովուրդ, բայց 1-2 արդեն հետո ինքն էր ասում, արի էսի պատրաստենք, ասում էի նկարելու եմ, ասում էր հա նկարի, արդեն սովորական դառավ իր համար էլ, սկզբից չգիտեմ, մարդիկ վախենում են կամերայից, ինչպես ես էի վախենում կամերայից, ես չեմ պատկերացրել, որ կարող եմ ինչ-որ կամերայի մոտ խոսամ։ Գիտեք, սկզբից որ խոսում ես, չգիտես ում հետ ես խոսում, լավ, կամերան միացնում ես ու խոսում ես, բայց ում հետ։ Իսկ հիմա արդեն մանավանդ, որ մեծ արդեն 6000 եւ ավել չեմ կարողանում հիշել 6000 եւ ավել հետ բաժանորդ հետևորդ ունենք, որի համար իհարկե շատ շնորհակալ եմ ու հիմա արդեն մանավանդ եթե գրում եք մեկնաբանություններ, ես մտովի գիտեմ արդեն ում հետ եմ ես զրուցում, ում հետ եմ խոսում։ Իմ YouTube-յան, կարելի ասել YouTube-յան ընտանիք, փոքրիկ ընտանիք, բարեկամներ, որովհետև արդեն այս on-line հարթակում դարձել ենք բարեկամներ, սիրելիներս։ Մենք ծրված ազգ ենք, մեզ շփումը անհրաժեշտ է։ Այո։ Մենք փորձում ենք ցույց տալ ձեզ մի ընտանիքի կյանքը օտարության մեջ։ Այո, մի փոքրիկ հատված։ Հիմա հարց կծագի, թե ինչու մենք չենք վերադառնում Հայաստան։ Դե բնականաբար գրել էին, որ ինչի Հայաստան, այստեղ էլ կարող եք նույն ինչն է պահում օտար երկրում։ Ինչն է պահում, գալիս են հիմա, տեսեք, Գագոյի երեխաները այստեղ են, թոռնիկները, արդեն այստեղ ծնվել, մեծացել են, առաջինը երեխաներն են պահում, իհարկե։ Երկրորդը պահումային ժողովուրդ ջան, հարգելի բաժանորդներ ջան, իմ առողջական վիճակը։ Գագոն ստեննավորված է, պրոբլեմ ունի սրտի հետ չէ, անոթների խնդիր ունի ու այստեղ բժշկությունը ամեն ինչը անվճար է։ Ես ու այստեղ իմ բոլոր բուժումները, դեղամիջոցները ու լրիվ հետազոտությունները անվճար են։ Ուղղակի ես այդ զուտ հենց այդ պատճառով չեմ կարող լքեմ, ասենք Իսպանիան։ Թե չէ, անցած տարի լինելով Հայաստանում, ես ասեցի հիմա ջան, այստեղ հոյակապա, ես կուզեի գա այստեղ, եթե առողջականս թույլ տար։ Իրոք ժողովուրդ, չկարծեք բոլորն էլ ցանկանում են վերադառնալ, բոլորն էլ ամեն մեկին ինչ-որ մի բան պահում է, բայց այն որ ասում է առաջին իսկ հնարավորության դեպքում հաստատ բոլորս էլ ետ ենք վերադառնալու, որովհետև միևնույնն է դու այստեղ օտար ես,
Միևնույն է հայրենիքը կանչում է իրոք։ Ես տարբեր եվրոպական երկրներում ապրելուց հետո վերջի հանգրվանս Իսպանիա։ Իսպանիան էր, որը որ ես չեմ տարբերում մեր Հայաստանից, քանի որ բոլորս նման ենք։ Ես եղել եմ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, ուրիշ էլի երկրներում, Դանիա, Բելգիա, որ երկիր ուզում ես գնա, դու քեզ զգում ես որպես երկրորդ կարգի մարդ։ Իսկ այստեղ լիարժեք ազատություն է, բոլորը մեր նման են, ուղղակի խոսում են, չգիտես ինչ, հայկական դիալեկտով։ Իսկ իսերը միշտ ասում է Իսպանիան երկրորդ Հայաստանն է Եվրոպայում։ Հայաստանն է Եվրոպայում։ Հարցրել էիք իսպանացիները շատ ջերմ, ազատ, շփվող, կամեցող, շատ են ուզում օգնեն քեզ։ Իրոք երբեք չես զգա, որ դու օտար ես այստեղ, մինչև չեն տարբերի, մինչև չխոսաս, արդեն խոսալուց իրանք զգում են, որ դու իսպանացի չես, մանավանդ ինձ կատալերեն են մեկ-մեկ խոսում, մեր նոր հարևան ունեին, կատալերեն էր խոսում, գիտեր տունդ կատալանցի է։ Հա, գործի բերումով ես էլ եմ շփվում եմ շատ տարբեր ազգի մարդկանց հետ, երբևիցե գալիս են կատալանցի տատիկներ եւ պապիկներ ու սկսում են առանց հարցնելու գիտեմ թե չէ, սկսում են կատալերեն խոսալ։ Որովհետեւ դու պարտավոր ես իմանալ։ Հա, բայց դե հիմա դա պարտավորություն չի, ցանկալի է։ Ես ասում եմ լավ եք անում, որ այդքանը ասում եք, շատ լավ ասեցիք, հիմա այդ ամբողջը իսպաներեն ասեք, որտեվ լեզուն շատ է տարբերվում։ Կատալերենը նմանություններ կա կատալերենը իսպաներեն, կատալերեն լեզուն իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ հա, եւ չգիտես էլի ինչ որ բան համեմել են ու մի հատ խառնուրդ է, որ եթե դու կատալերեն իմանաս, դու կհասկանաս եւ իտալերեն եւ ֆրանսերեն որոշ բաներ։ Բառերը շատ նման են իրար։ Հա, եւ կան շատ նման բառեր եւ կան շատ տարբեր բառեր։ Հա։ Բայց եթե իսպաներեն իմանաս, կատալերենի միտքը կհասկանաս իհարկե ինչ են ասում։ Այո։ Ու երևի այսքանով ավարտենք մեր այս փոքրիկ ծանոթություն, հարցերի պատասխան, չգիտեմ, զրույց վլոգը։ Հա, մեկ էլ այ հիշեցի, բաժանորդներից մեկը խնդրել էր, որ ուղիղ եթեր անենք, անկեղծ ես չեմ արել երբեք։ Մի հատ ուսումնասիրեմ, կիմանամ ձևը ինչպես է, եթե ցանկանում եք իհարկե ուղիղ եթերներ, կարող եք գրել։ Ես էլ արդեն ուսումնասիրած կլինեմ ինչպես եմ անում, որպեսզի խայտարակ չլինեմ։ Ցավոք սրտի մեր հողամասում մենք ինտերնետ չունենք։ Հա, այնտեղ չենք կարող, եթե անենք այստեղ տանը։ Շատ ցանկալի կլիներ այնտեղից։ Ինչ-որ թեմայի շուրջ կխոսենք, իհարկե, դուք կարող եք առաջարկել թեման, մենք էլ ուղիղ եթեր կանենք ու ինչ-որ թեմայի շուրջ կարող ենք խոսել, եթե ցանկություն ունենաք սիրելիներս։ Ու երևի այսքանով ավարտենք այսօրվա մեր ծանոթություն, հարցերի պատասխան, մի փոքր չգիտեմ, երևի զրույց անվանենք այս վլոգը։ Նորից մեկ անգամ եւս շնորհակալ եմ սիրելիներս ձեր բաժանորդագրվելու, լայքերի, որը շատ կարևոր է, խնդրում եմ լայքեք մեր բլոգները, շատ կարևոր են դա մեզ համար, լայքերի, գեղեցիկ մեկնաբանությունների համար միշտ շնորհակալ ենք բոլորիցդ, իսկ ովքեր չեն բաժանորդագրվել, քանի որ մեծ թվով արտակոս է կազմում դա, որ առանց բաժանորդագրվելու դիտումները կխնդրեի, որպեսզի բաժանորդագրվեիք, դիտեիք եւ սեղմեիք իհարկե զանգակ կոճակը, որ բաց չթողնեք մեր հետագա վլոգները, քանի որ մեր վլոգները Աստծո հաջողությամբ շարունակվելու են ու ավելի հետաքրքիր վլոգներ ենք նկարելու ձեզ համար։ Կարևորը հիմա ջան, անկեղծ է։ Հա, կարևորը գրել էիք, որ մենք ձեզ դիտում ենք, որովհետև անկեղծ եք, շատ շնորհակալ եմ սիրելիներս, եթե գիտեք 1, 2, 3 դերասանություն անես, որ դու ձևի մեջ մտնես, 3-րդ, 4-րդին արդեն դա բացահայտվելու է, չես կարող երկար դա գործունեություն ծավալել։ Իհարկե։ Մենք կանք այնպես, ինչպես որ կանք բնականում կյանքում։ Ու նորից շնորհակալ եմ բոլորիցդ։
ձեզ ասենք հաջողություն, ինչպես միշտ ձեզ ասում եմ, որ մնաք բարյավ եւ ամենակարևորը խաղաղ սիրելիներս, Առողջություն բոլորիդ։ առողջություն, իհարկե առողջ լինեք, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս։ Ձեզ ասում Ստեսյուն։ ենք հաջողություն։